Վարորդների 95%-ը այս տրամաբանության մեջ է։ Իսկ կարող է մենք ենթադրություն անենք, որ Հայաստանում աշխատող, օրինակ, սանտեխնիկների 70%-ը չի համապատասխանում այն ստանդարտներին, որը անհրաժեշտ է սանտեխնիկ աշխատելու համար։ Լսարանը ռեակցիա տվեց, ասեց 80%, 85% ու մարդիկ բոլորը պատրաստ էին պատմել, թե ինչ տեղի ունեցավ այն ժամանակ, երբ որ իրենք ծորակը փչացել էր եւ իրենք սանտեխնիկ հրավիրեցին, որպեսզի այդ ծորակը կառուցվի։ Ու սենց մենք տրամաբանությունը, եթե հիմա հաջորդ կարող ենք գալ ասել, կարող ենք նույնը ասել դերձակների մասին։ Կարող ենք նույնը ասել, ասենք օրինակ կաֆել խփողների մասին։ Կարող ենք ասել։ Եվ ես եկա հասա հետևյալ տրամաբանությամբ։ Իսկ եթե նույնը կարող ենք ասել վարորդի, սանտեխնիկի, կառավարիչի, այնտեղ ուսուցիչներ կային, ասցին ուսուցիչների, ասցի ես հատուկ չէի ասում, որովհետև ես մտածում եմ, որ այնուամենայնիվ մասնագիտություններ կան, որոնց մասին պետք է շատ զգույշ խոսալ, իրանք ասին, չէ, այդ դեպքում էլ կա։ Ես շարունակեցի միտքը։ Ասցի, իսկ հարգելի գործընկերներ, եթե վարորդները, սանտեխնիկները, կաֆել խփողները, մետլախփողները, դերձակները, ուսուցիչները, բոլորի մասին կարանք այդ ասենք, իսկ ինչի չենք կարող ասենք երկրի կառավարիչների մասին։ Ինչի չենք կարող ասել քաղաքական գործիչների մասին։ Որովհետև եթե դա է կանոնը, դա կանոն է բոլորի համար։ Իսկ ինչ պարտադիր է, որ դու մեքենա վարել իմանաս, որ դու մեքենա վարես։ Որովհետև մեքենա վարելը նույնն է մեքենան A կետից B կետի տեղափոխելու հետ։ Բացարձակապես նույն բանն է։ Իսկ ինչ կա, մեքենա վարելը սրանք լրիվ գժվել են։ Մեքենա վարելու մեջ բարդություն կա, ոտը դնում ես գազին, հիմա էլ կան բարդ չի, մի ժամանակ էր որ պերվի կար, վտարոյի կար, տրեցի կար, հիմա չկա ոչի բան, դնում ես դեի վրա ու գազ ես տալիս, ինչքան գնացիր, քանի հոգի ճամփին ինչ կլինի էական չի, բայց մենք պետք է հասկանանք, որ սա, ընենք չի, մենք գնում ենք ասում են, վայ վարորդական իրավունքների ես համակարգի դեմ կռիվ տանք պայքարենք, հա շատ լավ կռիվ տանք պայքարենք, հետո բանի, հետո ուսումնարանում, հետո դպրոցում, հետո կաֆել խփող, հետո այն մեկը, չէ ժողովուրդ ջան, եկեք ի վերջո խոստովանենք, որ ամեն տեղ եւ ամենուր այդ նույն վիճակն է, ներառյալ կառավարման համակարգում, իսկ եթե կարելի է նույն կերպ մեքենա քշել, ինչի չի կարելի նույն կերպ լինել հազար ներողություն, չեմ ուզում, ինչի չի կարելի նույն կերպ լինել կառավարության անդամ, ինչի չի կարելի, ով ասե որ չի կարելի, ինչի չի կարելի նույն կերպ լինել բանի պետական պաշտոնյա, ինչի չի կարելի նույն կերպ լինել քննիչ, ինչի նույն կերպ չի կարելի լինել դատավոր, ինչի նույն կերպ չի կարելի լինել դատախազ, ինչի նույն կերպ չի կարելի լինել օպեր լիազոր, ցանկացած բան, ինչի նույն կերպ չի կարելի, ով կարա բացատրի, ինչի, եթե կարելի է վարորդ լինել, չիմանալով մեքենա քշել, ինչի չի կարելի լինել կառավարիչ չիմանալով կառավարել, ինչի, եթե դա հանրության մեջ կոնսենսուս է, որ կարելի է տենց, ինչ տարբերություն, ինչ մեքենա ես վարում։ Եվ մենք պետք է խոստովանենք 7 տարվա մեջ ով վերակենում առավոտից իրիկու ասում եմ, այս կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում։ Հա, կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում, որովհետև երկրում կադրային ճգնաժամ է, մարդկային ռեսուրսի ճգնաժամ է, հարգելի գործընկերներ։ Իսկ գիտեք ինչի է ճգնաժամ։ Որովհետև մի երկրում, որտեղ բնակավայրերի 70 եւ ավել տոկոսում մանկապարտեզ չկա։ Երբ որ դպրոցների 70 եւ ավել տոկոսը կիսավերված է ֆիզիկական եւ բովանդակային առումով, չի կարող այդտեղ լինել, չլինել կադրային սով։ Կան երկրում լավ կադրել, նենց է, հիմա կասեն, ինչ չորացել է մեր երկրի արգանդը չորացել է, չէ, չի չորացել, ժողովուրդ ջան։ Կան լավ կադրեր, այո, կան լավ կադրեր։ Փոքր խումբ, որոնք 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10 միլիոն դրամով աշխատում են Հայաստանում, Հայաստանից դուրս։ Եվ չեն էլ գա աշխատեն կառավարությունում, հələ մի բան չի,
400-500 դրամ ստանան, ամեն ստացած կոպեկի հետ էլ անեցքը հետը տանեն տուն։ Էլի բանը, պարքևավճարը, էլի պարքևավճարը, մեր բաները տարան, պարքևավճարը վճարեցին։ Եվ ինչի պետք է, սա շատ լավ տեսարան է, շատ լավ, բայց սա ուրիշների մասին չի, Ժորժ ջան, սա մեր մասին է։ Հերիքա այդ բանը, այդ սրբազանացման բանից պետքա դուրս գանք։ Մենք մեզ այդ սրբազանացնելու տրամաբանությունից, սա մեր դեմքն է, սա մեր պատկերն է։ Նույնն է մեզ հետ կլինի, եթե մի հատ սենց տեստ է մենք անցնենք, նույնն է մեզ հետ արնելու, խնդրում եմ հանկարծ եկեք բան չանենք, ինքներս մեզ չխաբենք, նույնն էլ մեզ հետ արնելու, նույնն էլ մեզնից առաջների հետ էր ելնելու, ընեն չլինի էլի, նույնն էլ նրանցից առաջների հետ էր ելնելու, որովհետև մենք մեքենա քշել չգիտենք, Ժորժ ջան, որովհետև մենք վարորդական իրավունք ստացել ենք նենց, ոնց որ ստացել ենք։ Մնացած ամեն ինչն էլ ենք ստացել, կամ բացառություններ, իհարկե կամ բացառություններ, բայց բացառությունը ընդամենը հաստատում է օրինաչափությունը։ Եվ եթե մենք այս պարզությամբ եւ այս ուղղությամբ եւ այս ազնվությամբ հարցերին չնայենք, մենք շանս չունենք ընդհանրապես։ Որևէ շանս չունենք։ Մարդը ինձ ես կխելագարվեմ ուղղակի։ Մարդը ինձ նամակ է գրում։ Մարդիկ ասում են ոնց ասում են, բայց ինձ աշխատանք չես տալիս, պարոն վարչապետ։ Ասում ենք նայում եմ այդ տեքստը իմ գրած 4 նախադասություն է, մեջը 17 հատ ուղղագրական սխալ կա։ Ես վերջերս մեկին չդիմացա, պատասխանեցի, ասացի հարգելիս, բայց ասեմ գոնե նամակ գրելիս մի տեքստիդ նայ էլի, մի հատ դու չես համարում, որ դու քո կրթությամբ մի հատ պետքա զբաղվես։ Ջղայնացած նամակ հետ գրեց, ասեց չհասկացա, դու մտածում ես ես կրթություն չունեմ։ Այ որ իմանաս որ տեն չի, կծում եմ դիպլոմս, եւ այդ տեքստի մեջ եւս 17 հատ ուղղագրական սխալով։ Չմտածեք չափազանցնում եմ, եթե ով ուզի կտանեմ ցույց կտամ բանը, իմ բանի նամակների ցանկում այդ նամակը ցույց կտամ։ Բայց սա ուրիշի մասին չի, եթե մենք այս ասելով նկատի ունենանք ուրիշներին, մենք խնդրեմ կունենանք, սա մեր մասին է, սա մեր մասին է, որովհետև առավել եւս եթե մենք ուրիշներին նկատի ունենանք, այս ամեն ինչը մարդիկ կընկալեն որպես վիրավորանք։ Բայց սա մեր մասին է։ Եվ այն խնդիրները, որ մենք ունենք եւ ունեցել ենք, դրա մասին է։ Որովհետև այս խնդրի հետ մենք ամեն օր բախվում ենք եւ շարունակելու ենք բախվել, բայց ինչ անել։ Ինչ անել։ Հիմա կոնկրետ այս դեպքում ես կարծում եմ, այսօր նախարարի հետ մի թեթև խոսել ենք, չենք հասցրել քննարկենք, ես ընդհանրապես ասել եմ, որ այսպեսի բան անցնում մտքովս, որ մենք պետքա նախապատրաստական դասընթացներ անենք, այսինքն ոչ մեկի թույլ չտանք տնօրենի մրցույթի մասնակցի, Իչև ինքը դասընթացը չգնա, չսովորի, չավարտի եւ բան չստանա, սերտիֆիկատ չստանա, որ ինքը մենք միջև էս ինչ որ հավաստագրի մեխանիզմ ունեինք, հա բայց կարևոր է որ բան չլինի, վարորդական իրավունքի նման չլինի, կարևոր է որ դա ռեալ լինի, որովհետեւ էլի եմ ասում, դպրոցի տնօրենը մենք այդ վատ պատկերացում է, որ լավ ուսուցիչը կարա լավ տնօրենը լինի, կարա իսկապես շատ լավ ուսուցիչ լինի, բայց չկարողանա լավ տնօրեն լինի։ Եվ կառավարումը բոլորովին ուրիշ բան է։ Չնայած ասում եմ, այս ամեն ինչի մասին մենք պետք է մտածենք ընդհանուր առմամբ կառավարման համակարգում։ Մենք ինչ ունենք անելու, որ ավելի լավ կառավարել սովորենք։ Մենք կառավարության անդամներս։ Ես երեք հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի նիստի ժամանակ արդեն որ 3-րդ անգամ այդ հարցը բարձրացնում եմ։ Մենք հակակոռուպցիոն քաղաքականության ռազմավարությունը ընդունելիս ասել ենք, գրել ենք, ֆիքսել ենք, որ պետք է այդ թվում պետական կառավարման մարմիններում հակակոռուպցիոն դասընթացներ լինեն, այդ թվում բարձրաստիճան պաշտոնյաների համար։ Ես հարց եմ տալիս, քանի հատ այդպիսի դասընթաց են կարել։ 0, ոչ մի հատ։ Համեն դեպս ինձ ոչ մեկ չի ասել, պարոն վարչապետ, կառավարությունում կամ վարչապետի աշխատակազմում sense դասընթաց է կազմակերպվում։ Կարող է դուք հետաքրքրված եք։ Ոչ մեկ չի ասել։ Եթե ասեն, ես կգնայի խելոք աշակերտի նման կնստեի, կլսեի ինչ են ասում։ Բայց ոչ մեկի մտքով չի անցել, որովհետև մենք ամեն ինչ գիտենք, մեր ինչին է պետք տենց բանը։
Մենք ամեն ինչ գիտենք, բա որ ամեն ինչ չգիտենք, ինչ գործ ունենք, որ հայտնվել ենք այս կբանում, այս դահլիճում, ուրեմն մենք ամեն ինչ գիտենք, բացարձակապես մեզով պետք է բան սովորացնի, մենք պետք է բան սովորացնենք։ Եվ սա այս դահլիճի, այս աթոռի տասնամյակների խնդիրն է, տասնամյակների խնդիրը։ Ես էլի չեմ հոգնի դա ասել, մի մարդ մոտավորապես 2000 քանի տարի առաջ ասելա ես գիտեմ, որ ոչինչ չգիտեմ։ Եվ մինչև հիմա այդ մարդը փոթորկում է մեր մտքերը։ Իսկ մենք ասում ենք, մենք գիտենք, որ ամեն ինչ գիտենք։ Եվ դրա համար համենայն դեպս մտքերը չենք կարողանում փոթորկել։ Ցանկացած ուրիշ բան փոթորկում ենք, բայց մտքեր չենք կարողանում փոթորկել։ Հետևաբար իմ արձանագրումն էլ է ըստ էության այս հարցը իհարկե կքննարկենք, բայց ես առաջարկում եմ, որ մենք դա արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետությունում խորը կադրային ճգնաժամ է։ Եվ 4 նախադասություն կամ 5 նախադասություն վարժ ասելու ընդունակությունը չի նշանակում բան գիտելիք, այո, չի նշանակում գիտելիք։ Նույնիսկ գիտելիք ունենալը չի նշանակում գիտելիք, որովհետև գիտելիք ունենալը մի բան է, գիտելիքը կիրառելը երկրորդ բանն է, գիտելիքը երրորդին փոխանցելը բոլորովին ուրիշ բան է։ Այդ մեր կրթության ոլորտում լավ է, որ դրանից եմ ես սովորել անկեղծ ասած, որ ատեստավորման եւ տարակարգի բաները, թեմաները, որ իմանալը ուրիշ բան է, փոխանցելը ուրիշ բան է։ Դրանք կարող են այնքան տարբեր բան, որովհետեւ կարող ես լիարժեք գիտելիք ունենալ, բայց չունենալ հմտություն այդ գիտելիքը փոխանցել դիմացինի մարդուն, հազար ու մի պատճառով։ Եվ մենք պետք է այս խնդրի հետ առերեսվենք, ու մենք չենք հասկանում, այդ թվում չենք հասկանում, ինչի է որ ոնց, այս դահլիճում որոշում ենք, ստորագրում ենք, հրամայում ենք, ձեռը խփում ենք սեղանին, հուշի բան տեղից չի շարժվում։ Բայց այդ ինչի՞ց է։ Սկզբից մտածում ենք սաբոտաժ է, կարա լինի սաբոտաժի էլեմենտներ, հետո մտածում ենք ուրիշ բան, հետո մտածում ենք երրորդ բան, հետո մտածում ենք չորրորդ բանը։ Դες մի հատ ման կա, լավ ստեղծագործություն կա, որ հեղինակին չեմ հիշի, կոչվում է կարծեմ ընթերցողը։ Մենակ վեպի վերջում է պարզվում, որ գլխավոր հերոսը կարդալ չգիտի։ Դրա մասին ֆիլմ էլ կա։ Այո։